Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը եւ 6 եպիսկոպոսներն այսօր կնստեն ամբաստանյալի աթոռին։ Փետրվարի 14-ին Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովից 3 օր առաջ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք առաջադրվեց եւ Հայաստանից նրանց ելքն արգելվեց։ Պատմական մի գործողություն տեղի ունեցավ, որը կարելի ասել ամոթի գործողություն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհապար Հայրապետին։ Վեհապար Հայրապետը մեղադրվում է ուրեմն դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ըստ մեղադրանքի նա խոչընդոտել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկում էր դատարանում, միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է միջև վերջնական դատական ակտի կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Իմ իրավունքները ըստ դատարանի վճռի բոլորը պիտի վերականգնվեն իբրև թեմի առաջնորդ։ Հոգևորականը սակայն ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին II-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է հենց այս միջադեպի շուրջ։ Գարեգին II-ի հրաժարականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջից մոտ 9 ամիս անց կաթողիկոսը հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Չի լինելու կոմպրոմիս, ես ուղիղ եմ ասում։ Չի լինելու կոմպրոմիս, բացառված է կոմպրոմիս։ Կտրիչ Ներսյանը պետքա գնա եւ ես ասում եմ ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ։ Չի օգնելու, չի փրկելու ոչի բան։ Ավելի քան 1 տարի է Փաշինյանն ու իր թիմը կաթողիկոսի հասցեին լուրջ մեղադրանքներ հնչեցնելով պահանջում են նրա հեռացումը։ Այս մասին անդրադարձ կա անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Ավելին, ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանի Անդրանիկ Նիսն այդպես էլ չօրհնվեց։ Հատուկ արարողակարգին առաջին անգամ չէր հրավիրվել Գարեգին II կաթողիկոսը։ Նոր գումարման խորհրդարանում եկեղեցու շուրջ քննարկումներին հաջորդում է լարված իրավիճակը։ Այսօր էլ բացառություն չէր։ Կաթողիկոսի մասին խոսելիս, ինչպես վերջին 1 տարում, ԿՊԱ-ականներն օգտագործում են նրա աշխարհիկ անունը։ Եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության Եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցուն, իսկ դուք պաշտպանում եք կուսակցության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին։ Ինչպես խորհրդարան անցած նոր ընդդիմությունն է ընդվզում կաթողիկոսի դեմ իշխող ուժի խոսույթի դեմ, այնպես էլ նախորդ գումարման ընդդիմությունը։ Գեղամ Մանուկյանը համեմատական անցկացրեց այսօրվա եւ 1920-ական թվականների միջև, երբ բոլշևիկները դեմ դուրս եկան հայ եկեղեցուն եւ վերջում հենց Մայրաթոռում խեղդամահարեցին խորեն Վեհապարին։ Աստված երկար կյանք տա մեր Վեհապար Հայրապետին, բայց այն ինչ որ այսօր տեղի է ունենալու վաղար շաբաթում, հավասարազոր է 37-ի խեղդամահ անելու։ Թեև այսօր ազգային ժողովը շարունակում է ԱԺ փոխոսնակի պաշտոնում քննարկել ընդդիմության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի թեկնածության հարցը եւ ըստ ամենայնի չի հասցնի ավարտել այն, այնուամենայնիվ ընդդիմության երկու խմբակցություններն էլ հայտարարում են ժամը 15-ից լքելու են նիստերի դահլիճը, Էջմիածին գնալու եւ Գարեգին II-ի եւ 6 եպիսկոպոսների նիստին մասնակցելու իրենց աջակցությունը նրանց հայտնելու համար։